Օրենքով սահմանված կարգում մեր Մեղրաձոր համայնքում կայանում է բաց լսումներ ոսկու գործման արտադրման մասի նախագծի քննարկում։ Մեզ բոլորիս կներկայացնել նախագիծը, կլինեն հարցեր և պատասխաններ։ Ես խնդրում եմ բոլորդ ուշադրությամբ լսեք և ձեր կարծիքը հայտնեք Մեղրաձորում ոսկու գործման արտադրման մասի բացման ուղղությամբ։ Նախագիծը կներկայացնում Անուն ազգանունը կազմում Սևակ Շաբյան, ընկերության կադրերի բաժին։ Մեղրաձորի հանքում կան հանքաքարեր, որոնց պարունակությունը հասնում է 80-ից մինչև 150 գրամ տոննայի մեջ։ Դա բավականին հարուստ հանքաքար է։ Այդ հանքաքարերը եթե տեղափոխվեին Արարատ, որ դա արտադրողականություն կազմում է օրական 3000 տոննա, մենք աղքատացնենք և կորցնենք ոսկի։ Դրա համար որոշվեց, որ տեղում փորձել ավելի պարզ տեխնոլոգիայով, ավելի քիչ նյութեր օգտագործելով ոսկին կորզել հասնել կորզում մինչև 92%։ Եթե ձեռնարկությունը աշխատի 360 օր, 21.4 տոննա օրական արտադրողականություն։ Հանքաքարը ջարդվում է ջարդիչով, աղացվում է և տալիս է ցիանավորման։ Ուրեմն լինելու են բակեր, ցիանավորման բակեր, ծածկված բակեր, որտեղ տալիս են ցիանը, նատրի կամ կարի ցիանը և տալիս են կրիկաթը։ Կրիկաթը տալիս են նրա համար, որպեսզի ցիանի լուծույթները լինեն կայուն և արտանետումներ չլինեն։ Սա արվում է ոչ թե միայն արտանետումները կանխելու համար, այլվում է նաև նրա համար, որ տեխնոլոգիան պաշտպանվի, ցիանը չկորչի, այսինքն սա թանկ ռեագենտ է, որ չկորչի։ Ցիանավորումից հետո արդեն հարուստ ոսկով հարուստ լուծույթը, ցիանի լուծույթը լուծված ոսկին էլեկտրոլիզում նստացնում են կաթոդների վրա, հետո ջրի շիկով պոկում են ոսկին, ստանում են ոսկին արծաթը պոկում են, հալում են, ստանում են դորեի ձուլվածք, այսինքն արծաթը ոսկու հետ համատեղ։ Պոչերը, այսինքն որոնք պարունակում են 6-ից 8 գրամ տոննա ոսկի, այսինքն համարյա Արարատի պարունակության չափ և մի քիչ ավել, ուղարկում են քամվելուց հետո, չորացնելուց խառնում են հանքաքար հետ, ուղարկում են Արարատ վերամշակում։ Նույն տեխնոլոգիան համարյա մենք դրել ենք Մասիսում այսօր աշխատում ու աշխատում է Արարատում։ Սակայն այս ի տարբերություն Արարատին, որտեղ կա սորցիոն պրոցես, այսինքն դա ցիանը լուծելուց հետո նստում են ածուխի վրա, հետո ածուխը վերականգնում են, դրա համար օգտագործում են թթուներ, հիմքեր և այլ կան արտանետումներ։ Պարզված տեխնոլոգիան, այդ բոլոր վերականգնման պրոցեսները չկան։ Այսինքն մենք բնապահպանական տեսակետի շահումն է, որ մենք չենք օգտագործում ուրիշ քիմիական նյութեր, քսանտագենատ և այլը, չեն օգտագործում ծանր մեքենաներ, ֆլոտոմեքենաներ, սեղաններ և այլն։ Եվ սա թույլ է տալի ոսկին չկորցնել, ուղարկելով Արարատի գործը։ Իմաստը սա է։ Եթե հարցեր, հիմա ինչ վերաբերում է, եթե հարցերն եք ասեմ, եթե ձեզ հետաքրքրում է արտանետումների բանը, ես ուզում եմ շարունակեմ, որ պատկերացնեմ։ Տեղամասը աշխատելու է շրջանառու ջրի համակարգով։ Ոչ մի լուծույթ չի թափվելու գետը կամ շրջակա միջավայր։ Ինչի համար, որտեղ բոլոր լուծույթները պարունակում են 3-ից 5 միլիգրամ լիտրում ոսկի։ Ոչ մեկ չի թույլ տա, որ այդ ոսկին թափվի շրջակա միջավայր կամ գետը։ Դրա համար այդ լուծույթները էլեկտրոլիզից հետո վերադառնում են նորից տեխնոլոգիայի գլխամաս, ավելացում է ցիանը և պրոցեսը շարունակվում։
ոչ մի արտահոս տեղի չունեն։ Հիմնական արտանետումները, որոնք կարող են ունենալ, տեղի ունենալ եւ ձեզանից, դա փոշին է, որը տեղի կունենա ջարդումից, փոշու արտանետումներն են եւ կրի փոշինը, որը կարող օգտագործի, ասենք թե կինը լցնելու շատ չնչին փոշին։ Ամեն 1 տոննի համար օգտագործվում է 650 գրամ ցյան։ Ամեն 1 տոննի համար եւ 2.5 կիլո կիր։ Թեկուզ բոլոր process-ը ավտոմատացված է լինելու եւ pH-ի, այսինքն կրի պակասության դեպքում process-ը դադարացում է մինչև կիրը չտա, բայց մենք նախատեսել ենք հնարավոր դեպքում, որ կարող են լինել ցյանի արտանետում։ Այդ արտանետումները արտադրական հրապարակում կազմում են 0.05 նորմայի սահմանից 0.05։ Այսինքն բոլոր պարագաները, բոլոր արտանետումները նորմայի մեջ են եւ արտ հրապարակից դուրս նրանք ազդեցություն չունեն։ Սա է, եթե հարցեր ունեք, խնդրում եմ տալ։ Ես պատասխան։ Նախադասի մեջ նշված է, որ արտադրական կերպաջրերի մի մասը եւ կենցաղային կերպաջրերը միասին խառնուրդը կազմվել է ուղղվելու է կետը մաքրման կայանը, Հանքավան Հրազդան մաքրման կայանը մաքրվելուց հետո թողնվելու է Մարմարը կետը, ճիշտ է։ Նախադասի մեջ։ Իսկ որտեղ է դուք է Հանքավան Հրազդան մաքրման կայանը։ Խոսքը գնում կենցաղային կերպաջրերի մասին, խոսքը գնում արտադրական կերպաջրերի որոշ մասը լաբորատոր հետազոտություններից է։ Արտադրական չէ, ուրեմն դա լաբորատոր հետազոտության ջրերն են, լաբորատորիա ջրերն են եւ կենցաղային կերպաջրերը, որը իրար գրում են Հանքավան Հրազդան կոլեկտորը մտնում են Հրազդանի մաքրման կայան։ Ուրեմն ոչ Հրազդանի մաքրման կայանն է աշխատում, գոյություն չունի։ 20 տարի, եթե ոչ ավելի։ Դուք նշել եք, որ 1986 թվականից էդի աշխատում է, գրականության ցանկի մեջ իշխանիչները նշել են։ Ոչ էլ մեկն աշխատում, ոչ էլ մյուսն աշխատում։ Հարց, ո՞նց է էդի մաքսիմը։ Եթե չլինի մաքր, եթե չլինի կոլեկտորը իրոք չա։ Եթե չլինի չի ասում չկա։ Ուրեմն եթե 20 տարի չի պատասխան։ Եթե արդյունքում Ես պատասխանեմ։ Մի խանգարի։ Ես կպատասխանեմ, արդեն դե պրոբլեմ չկա։ Չէ, մենք պրոբլեմ չկա։ Այսինքն կողի միացած արեք կոլեկտորին, մենք նախատեսել ենք որտեղ։ Եթե կոլեկտորը չի աշխատում, հիմա արտադրվում են ինքնավար կենսաբանական մաքրման կայաններ, յալմա տիպի, ավրորա տիպի, որը մինչև 98% մաքրում է, ջուրը կարելի է օգտագործել արտադրության ուղղությամբ։ Եթե կոլեկտորը իրոք չի աշխատում, ուրեմն ձեռնարկությունը պարտավոր կլինի դնի ինքնավար մաքրման կայաններ։ Նախագիծ եք ներկայացնում։ Նախագծի մեջ նշել եք, որ ուղղվելու է այդ մաքրման կայանը։ Դե դուք չեք գրել, եթե աշխատի։ Կոլեկտորը կա, յուղն էլ այդում է, կոլեկտորը կա, մենք նշել ենք այդ կոլեկտորը։ Կոլեկտորը չի աշխատում Մենք հաշվի կառնենք ձեր դիտողությունը, նախագծում կանոնենք համու պատասխան փոփոխություն կտեղադրենք յալմա կամ ավրորա կամ ուրիշ մաքրման կայաններ։ Խոսքը ուղղում են հանքի ղեկավարությամբ։ Աշխարհում շատ տեղեր կան, մեկը Շվեյցարիայում, Պոլոկատում, քաղաքի կենտրոնում կամ Արցախի շանտի։ Բոլորը գիտեն։ Իրերը կոչենք իրացանում մեր հանքի ղեկավարությունը, այդ կազմակերպությունը հնարավորություններ են, որ միջազգային տեխնոլոգիաներով գնել այդ սարքավորումները, պաշտպանել լրիվ այդ համակարգ տեխնոլոգիա, որ ոչ մի էկոլոգիայի մարդկանց ունի հնարավորություն։ Ինչը որ մեր տեխնոլոգիային չի բավարարի, մենք անպայման դա կգնենք։ Ես գլխավոր տնօրենն եմ։ Այո։ Իսկ սեփականատեր բաժնետերը։ Ես։ Ուրեմն մենք շատ սահմանափակված հնարավորություններ ունենք։ Այսօր Արարատի ոսկու կոռդման գործարանն է, որ ասենք հանքակարգը վերցնեն, Արձաքանչյան Տիգրանի այդ Հրազդանում բացված հարստացուցիչ բանն է, ֆաբրիկան, որտեղ կարանք հարստացնենք, էլի պետք է մեքենաներով տեղափոխենք, այնտեղ հարստացնենք, ասենք 6000 տոննա սարքեն 250-300 տոննա հարստացված մասը, ու դա էլ ասենք արդեն վաճառենք կամ նորից նույն գեոպրոմայնինգին կամ Մանես Վալեքսին։ Ես գնացի նրան, որ բաց հանքավայրի թույլտվություն անեն։ Ինչի, որովհետև մենք արդեն վերևի հորիզոնները մոտ 4 թե 5 հորիզոն իջել ենք, Լուկաշ դու ինձ ավելի ճիշտ կասես,
5 հորիզոնի չենք, մենք վերևի այդ հորիզոններում հակակարը թողել ենք որպես շապկա այն ժամանակ։ Բայց դա բալանսով, այդ որ ասեցի 3 տոննա 700 կիլոգրամի մեջ նստած է, դա բալանսով մեր վրա նստած է։ Ես այդ փոքրիկ մասը, որ ընդամենը ասենք հանքային մարմնի ուղղությամբ 25 մետր խորությունը ամենամեծ տեղը 25 մետր է լինելու, իսկ ամենափոքրերը լինելու 5 մետր, 7 մետր նայած, ամենախորը տեղը լինելու է 25։ Ես դա վերցնելու եմ, դրա ռեկուլտիվացիոն պլանը լրիվ կազմված է, դրա գումարները ամեն տարի մենք փոխանցելու ենք, այդ ռեկուլտիվացիոն ֆոնդին արդեն փոխանցում ենք ու ասենք դառնելու է, ասենք համայնքի տնօրինության տակ։ Եթե անքյավայրի ավարտից հետո մենք ռեկուլտիվացիոն աշխատանքները չենք անում, համայնքը տենդերը հայտարարում այդ գումարի շրջանակներում իրանք կարողանում են ռեկուլտիվացիան անեն։ Ուրեմն ասեմ, մեր պրոյեկտն է կազմված, այս հանքային մարմինը հանում ենք, դատարկ ապարները հեռացնում ենք, դրա հատվալը անում ենք, մյուս հանքային մարմնից դատարկ ապարը բերում լցնում ենք ստեղ, ասենք արդեն միանգամից ոնց որ ռեկուլտիվացիոն պլանը գնում է։ Վերջում են սա ընդամենը պետք է բերենք 3-րդ հանքային մարմնի վրա։ Ու սենց այդ խնդիրը լուծվում է։ Հետո ես իմացա Մասիսուն պրոտոտիպը կա է արտադրամասի, շատ ուրախացա, իրանք ինձ բացատրեցին, վերջը հագին մենք աշխատել ենք, ես տեսա, որ որևէ վտան, որևէ արտանետում եւ այլն չի կարա լինի։ Ես ինքս, եթե ասենք ինչ-որ մեկը կկարողանա ապացուցի, որ դա կարա վտարային լինի, ես ինքս այդ մտքից կհրաժարվեմ։ Ու հենց հիմա մենք դա այդ խոսակցությունը կվերացնենք, որտեղ ես իմ երեխեքներն են Մեղրաձորում սովորել, ես Մեղրաձորը շատ հարգում սիրում եմ, ստեղի պատվավոր քաղաքացի եմ եւ այլն, ու ինձ թույլ չեմ տա մի ինչ-որ մազաչափ անգամ վնաս տա։ Ըստ փորձակցության մասին օրենքի, այնտեղ պետք է նշված լինի բնապահպանական մոնիտորինգ պլանը, որը ձեռնով բացակայում է։ Երկրորդը, վտարային արտանետումների դեպքում ինչ միջոցառումներ է լինելու, բացակայում է ձեռնով։ Հետո, ունեք արդյոք պահանջում է արտոնագիր տվյալ քիմիական վնասական նյութերի օգտագործման համար, եթե պահանջում է ունեք այդ արտոնագիր, թե չունեք։ Մյուսը, ընդհանրապես չկա ներկայացված Հերթով, ասում։ Ես հետո ասում եմ, հա, բայց դրանք չկա նախագծում, զրոյական տարբերակը չկա ներկայացված, մենք ինչի ենք համեմատում։ Զրոյական տարբերակը ընդհանրապես նախագծում ներկայացված չէ։ Ես նշում եմ այն կետերը, որոնք որ ըստ փորձարկության մասին օրենքի նախագծում պետք է այսօր լիներ։ Մյուսը, չկա սեյսմիկ երկրաբանական գնահատականը նախագծի։ Հետո մյուս հարցը ինչու եք այս նախագիծը ներկայացրել, ճիշտ ասած երևի տնօրենի մի մասը պատասխանել, բայց ամենուր նորմալ բաց մնաց այդ հարցը, ինչու է այս նախագիծը ներկայացվում ընդհանրապես։ Նպատակը ինչն է, այսինքն մենակ ավելի շատ շահույթ ստանալը, թե ուրիշ նպատակներ կան այս նախագծի։ Իսկ այս բաց կետերը չկան նախագծի մեջ, իսկ այս ձևով նախագիծը ներկայացնելուց փոխանցական չի կարելի։ Հերթով պատասխանել։ Մենք սոցիալ-տնտեսականներ չենք բերել, սա այն նախագիծը չի։ Մենք ուղղակի բերել, որ 41 նոր աշխատատեղ լինելու։ Այսինքն, եթե մենք անում ենք, դուք գնում եք շմագի վերաբերյալ, ավելի շուտ դա շմագի է ձեր ասածները վերաբերյալ, սա բնապահպանական նախագիծ է։ Սա տարբեր բան է, ուզում եմ մի քիչ։ Շեշտեցիք, որ դուք ինչ եք անում, ներկայացրել եք փորձակցության, որպեսզի կատարվի շրջակա միջավայրի ազդեցության փորձակցություն, ճիշտ է։ Թե չէ։ Ճիշտ է, թե ոչ, Կարինեն, դուք հասարակական լսումների շրջանակներում կարող ենք ղեկավարել փորձակնության մասին այդ օրենքով, դե պետք է վերի ուրիշ օրենքով ղեկավարել։ Որովհետև ասեմ, որովհետև այլ հարցերը հենց միայն է, որ այս հասարակական լսումները իրականացումը օրենքի շրջանակներում, օրենքից ելնելու։ Այսինքն օրենքի պահանջը մենք կարող ենք ներկայացնել։ Եվ ինչ որ այստեղ դրված է օրենքի պահանջները, բոլոր պահանջները պետք է դրված լինեն այդ պրոյեկտում։ Միանշանակ, շնորհակալություն։ Դուք օգտագործում եք տանկավոր նյութեր, ուզում եք բնապահպանական մոնիտորինգ չունենալ։ Որ օրենքով եք ուզում չունենալ։ Երկրորդը, մի րոպե վերջացնենք այս։ Դուք օգտագործում եք երկրորդ դասի, երրորդ դասի տանկավոր թունավորներ, որոնք արտանետվել են մթնոլորտ, ճիշտ է։ Ոչ, չեն արտանետվել։ Այսինքն ոչ մի բան չի արտանետվել։ Ցյանը պիտի չարտանետվի։ Ես դարձ մի հատ ձեզ բացառեմ։ Նախ արտանետվում է։ Չէ, ցյանը չի արտանետվում։
Մարդկանց այլա ես ձեր մոտ արձագանացում աշխատել են 40 բանվոր ենթադրել։ Կատարվել է ցիանով, նատրիում ցիանի ջրով, ջրի լուծույթով տարալվածում, ճիշտ եմ հասկանում։ Տարալվածման պրոցեսում ցիանիդի գոլոշիներ չեն արտադրվում։ Ոչ։ Այդ որտեղ է գրված, որ գիտնականագրերով չի արտադրվում։ Ես ես մոտ բացատրեմ։ Ուրեմն ձեզ կգնեք ինքը գիտական հետազոտությունից ինչքան է արտադրվում ցիանիդի գոլոշին։ Ու դու ոչ մի բան չեք գրել, դե 40 հոգի աշխատողներ ինչա լինելու իրաց առողջական վիճակները։ Գնաց արդեն նախագծում։ Մի օր մեջ ես չեմ ասում մերներն ինչ են։ Նախագծում գրած չի ոչ մի բան, ինչա լինելու այդ աշխատողների հետ առողջական վիճակը։ Երկրորդը, ես ասում եմ ինչ-որ պարտադիր է գործածական մասի օրենքի համապատասխան, որոնց ձեր նախագծում չկան։ Դες դրան չկան ձեր նախագծում։ Ես նախագիծը քննարկելը անիմաստ է, որտեղ 7 կից ձեր մոտ բացակայում է, չկա նախագծում, որոնք պարտադիր են գործածական մասի օրենքով ներկայացնելու ժամանակ։ Եվ որ ունենաք այդ նախագիծը, որ կարելի է քննարկել, այդ իմ հասարակական կարծիքն է։ Ես ասում եմ կներեք պատասխանեմ իր հարցին։ Ուրեմն մարդիկ չեն աշխատելու դե որտեղ խտացած ցյանը։ Նախ ցյանը չի գոլոշանում, գոլոշանում է հաշ ցյանը, սա տարբեր բաներ են, վաստված ոչ անի։ Ուրեմն դա համար մենք կրակատ ենք տալի, որպես ցյանը ես նորից բացառում կայուննի չգոլոշանա։ Ինքը չի անում բնապահպանության անհայտ, ինքը անում է տեխնոլոգիա համար ու ավելորդ փող չտալու համար։ Այսինքն ցյանը մենք չենք թողնում գոլոշանը։ Սա մեկ, ցյան չի գոլոշանում է հաշ ցյան, եթե ուզում եք, եթե որոշում եք։ Արտադրամասում որտեղ աշխատում է, այնտեղ չի նելու խիտ ցյան, դա լուծույթ, 1%-ից լուծույթ։ Ցյանի վնասը միայն այնտեղ է, որտեղ ցյանը լուծում են։ Որտեղ բերում են կարի ցյանը, լուծում են եւ ստանում են 25%-ից լուծույթ։ Իսկ արտադրամասում 1%-ից լուծույթներ են աշխատում։ Ինչի մասին է խոսքը։ Ինգաջան մի բան էլի ասում եմ, ձեր ասած ցյանի պրոցեսը, ուրեմն քաղաքագետ աշխարհը Եվրոպան, Ամերիկան, հանրապետ։ Ցյան չի օգտագործում։ Ցյան չի օգտագործում։ Ուրեմն մարդիկ եթե ձեր ասած տարբերակով քթածել են, որ ցյանը վտանգավոր չի ոչ մի ձևով։ Ֆինանսապես ձեռնպիա ոնց դուք եք ասում։ Թե դուք եք չի ասում ֆինանսապես ձեռնպիա չի։ Ես տենց հա, ասի տանշտաները դա ձեռնպիա։ Ասենք դուք նույնն եք ասում։ Ուզում եմ ասեմ, եթե մարդիկ գտել են ժամանակին, որովհետեւ վտանգավոր է ու հաստատ Եվրոպան մեզանից տեխնոլոգիական զարգացումով ես քանի դար առաջ է, իրենք եթե ցյանի դեպ օգտագործեն։ Հիմա դուք եկել եք մեզ հիմա Անկյուն ջան, ես ջուարում եմ հələ, քաղաքի մեջտեղը ջուարում։ Դրածա ցյանի գործը։ Հետո Ավստրալիայում նույն ցյանով են անում։ Կանադայում, այն որ մենք դուք եթե կարդացել եք, իմ աշկով եմ տեսել։ Ինչ այդ ամենաէժան տեխնոլոգիան է։ Ոսկու կոզման ամենաէժան տեխնոլոգիան է։ Ոչ մի ձևի արտանետում չի։ Ես ասում ռեակտորներ նախ ես նորից եմ բացառում։ Ուրեմն այդ հաշվարկը որ մենք տվել ենք ցյանի արտանետում, за счет давления пара։ Ուրեմն ինքը ռեակտորը լրիվ թագ է։ Մենակ էլ օստա այդ որոնց միքսերը այդ վալնա որ այդ վալի տեղն է ինքը նախ փակ է pH-ը պահում ենք 10.5-ից մինչև 11 որի դեպքում ոչ մի ցյանի արտանետում չի կարելի դրա համար են կարա ջուրը կարելի եթե չէ ուրեմն խիմիա կարդացեք սովորը գերել ջրի պրոցեսի մեջ չեմ խոշինել է հերիք մեր ջուրի անես որ թող ոչ մեկը չասի я ամեն մարդ իր շահի մարը ամեն մարդ իր շահի մարը իշքան մարդի փողը շատ անում հավզում է շատ մեր ջուրը ինչ օգուտ եթե էդիստան մարկարյան եկեք ջոգենք չորը թացից լավը վատից նոր սկսենք հայտարարություններ անել ես վաղն եմ կարող եմ թողել գնամ ոչ որ 4 տարի չեմ աշխատել Գյուղապետությունից հետո չեմ աշխատել։ Ինչ սա փոխվել։ Ես կուզեմ հիմա մեր ժողովրդի վիճակը լավ լինի, խանութներին շարժ կա, մարդիկ 130 ընտանիք ապրում են, աշխատում են։ Լավ, բերեք փակենք, թե խայնությունն է խոսում, թե այստեղ չկամությունն է խոսում, թե այստեղ մնացած բաները, որ ասենք մի քանի մարդիկ դիմել են եւ խայնությունը մի խանգարից է գալիս։ Որ մեր յուղի ժողովուրդը չեն աշխատում, Արարատից, Որդից, Ձոտից են գալիս դե աշխատում։ Ինչ են աշխատում, ինչը դիմել։ Ինչի չեն աշխատում։ Որովհետեւ ինչի չես դիմել մեր ջոհատված։ Թող մի խանգարին աշխատող են։ Դեն եկա դες խոս անջի մի խանգարի։ Դες խոս կսավարտեմ։ Եվ հիմա։ Ես եմ։ Այստեղ ոչ թե շահն է ինձ հետապնդում,
Ես ասում եմ իմ ժողովրդի համար ես իմ կյանքս եմ դրել։ Ես իզուր չէ որ ես հիմա ուզեմ որ աշխատատեղեր շատ դնի։ Այդ ոնց էլա դուք հանգարց դարձավ մեր ժողովրդի այդ լավ բարեկամը մենք որ խնդրում ենք որ աշխատատեղը մնա աշխատեն ժողովուրդը հանգարց դարձան գյուղի թշնամի։ Չար սխալվում ենք։ Ես առաջին ես եմ Նվիրով հետ գնանք քեզ Դեն գյուղի մասին ես ավելի շատ դու ես որ հիմա հնգերես մեկ գնա հարց չկաս կպատասխանես գնա հետ դու միատ կարերից մարդ ես որ մենակ քու մասին ես մտածում Մարգարյան ջան շշում էր տարածնեկիվում որ ասենք ոսկին ձուլվելու է գոր տերիտորիայում մեր ցեղի հետևին որտեղ պատ Սիրիան մարդկանց աղաղություն է եղել վերևին որ դրամիտ կայա որ պետք է քարը ջարդի չէ դրա մասին ընդրանոց պես Գյուղացիքը չեն շոշափում։ Դրա մասին։ Գերոջան, մի րոպե ներողություն, ստեղ, որ Աշան ներկայացնի կամ բան, ստեղ ոչ մի հետին նստվածներ կամ ինչ-որ բաներ չկա։ Եթե 80 հոգի կամ 100 հոգի աշխատում է մեղրատորը, շնորհակալություն, աշխատատեղը։ Շնորհակալություն։ Ձեր արած գործերի համար է շնորհակալություն։ Մենք ինչ-որ ոչ թե գյուղով լարված ենք կամ ինչ-որ բաներ ենք կազմակերպում, ոչ, ուղղակի Գյուղի հարցը աստեղ եթե ասենք վտանգավոր է, մենք մասնակետ չենք, մեր բիզնեսը մեզ ծախսեր է պահանջել, ավելի լավ է դուք շարունակ մեկի չեմ ասենք, ելնելով ես գյուղում աղրելով, ձեր երեխեք ստեսնողելով, ձեզ է լավ ճանաչելով, առաջարկում ենք, մասնակետներ բերեք, մասնակետներ Ոչ դիշոր կողմնակողական այն լուշ որբարդի կարան իրանց ասատյամած պատասխան տաց Ես այսօր ունեմ 150 աշխատատեր, բայց ընդունել եմ գործի մինչև 200 հոգի Դուք այդ զոդի այդ 15-20 հոգուն, ասենք իրանց դուրս էին թողել նախ հին իշխանությունները Ես իրանց ուղղակիորպես լավ կոմանդայի աշխատողներ բերել եմ ժամանակավոր ստեղ իրանց գործը անեն, իրանք մի 2-3 ամսից գնալ են Ես միշտ հակված եմ եղել մեղրաձորից մարդկանց ընդունել Սաղդ էլ էտի շատ լավ գիտեք Մի քանի մասնագետներ կան, որ մեղրաձորում չկա Հետո պլյուս դրան, մեղրաձորում ես չեմ կարա այդ 1000 հոգուն ընդունեմ գործի Տասված վաղը միսոր 1000 բան մտածենք Մենք էտ ենք, այդ սոցիալական ծրագիրներ ունենք Ես ու Հովհաննիսյան Կարլենը մտածել ենք տարբեր բաների մասին Որ գործը գնա առաջ Սաղին ներառենք այդ աշխատանքների մեջ Ես մենակ 12 հոգի Ռուսաստանից հետ եմ պայ, չեմ թողե գնան Եկե ուղղակի ասել են Մարգարյան ուզում եմ էտան Ռուսաստան, բայց սիրտս կախա Ասել եմ տղա ջան, արի աշխատի Ու չենիք են պահում 2-3 ամսով Իրանք մնում պրոստը տակ փող են ստանում Ենքան որ մնան, իրանք պետք չեն այսօրից Բայց ասենք ամեն ինչ է մեծ սահմանափակ է Բայց ես ընդարձակել եմ, հասկանում եք այդ ամեն ինչը 200 հոգի այսօր մարդ աշխատում, տալիս անդամեն 4500 տոննա հանքակար 400 հոգով զոդը տալիս է, ամիսը 120,000 տոննա հանքակար Այսինքն երկու անգամ շատ են, բայց լտեսիք քանի անգամ ավել հանքակար են տալիս Ես որ շախտ են մտնում, ասում եմ ինձ ձեր արտադրանքը պետք չի Առաջի երթին ձեր անվտանգությունը ապահովեք Ես ուզում եմ ասեմ, տղաներ, ես ինքս ինձանից ահագին մեղրաձորցի եմ ներկայացնում Բայց երբեք ես չեմ ուզի ինչ-որ մի բան հանկարծ ընեցելի Գնել, եթե այս մասնագետը, որը սրա հեղինակն է Ձեզ չի բավարարում, ես կարամ ավելի կոմպիտենտնի, ոնց ասեմ, ինքն էլ է շատ կոմպիտենտնի Գիտությունների տեխնացու է, բավական պրոյեկտների հեղինակը Կարամ ուրիշ թիմ հավաքեմ բերել Նստենք ես հարցը լավ քննարկենք Ծնավարի, Ես գիտեմ, որ սա վնաս չի Ինձ ամեն ձևի ապացուցել եմ, որ սա վնաս չի Էսի ոնց որ ասենք մի հատ ռադիատորի համակարգ Որ ասենք միացրել ես ջուրը, չէ Ու տեղից ինքը պետք է տաքանա, այդ պրոցեսով գա, նորից հովանա, նորից գնա Այսպես փակ համակարգ Դապուստին $5 միլիոն Ես դնում եք այդ սիստեմը սարքում համար Դապուստին $5 միլիոն Հո եք ներդնում, այս սիստեմը սարքում եք, չէ Ասենք մասնագետներ են գալիս Եվ իրանք ապացուցում են, որ դա վնաս է
Միանգամից կանգնացնում են։ Միանգամից կանգնացնում են։ Այսքան մարդու մոտ եմ ասում ու ես երեկվա երեխան չեմ։ Ժողովուրդներ լսան իմանան իշքանա վնասակարը։ Ես այդ էի ուզում ասել։ Հաշվել են այս գոտի, սեյսմակային գոտիա, սեյսմիկ գոտիա։ Ինչ երկրաշարժային գոտի։ Ուրեմն այդ շենքի կողքը մի հատ բասեին կա, որը մենք պետք է մեծացնենք ու լրիվ ասենք են արդեն զակազը տվել եմ ես Չինաստան, այն հերմետիկ բանով փակվելու է, ինքը տանում է ամբողջ այդ յոնկստների ջուրը պլյուս 2 մետր էլ բարձր է մնալու։ Ահա տարը գնանք տեսեք, հա, ուզում եք բեր։ Անպայման գնանք տեսնենք, հա։ Հա, ես կտանեմ ցույց կա։ Ասեք։ Լսում եմ, Տիգրան։ Մեր գյուղին մեր հասարակությանը լիարժեք ձևով, արտախամեջ հոգուտ բերելու եք թե որ։ Ուրեմն ասե, ես առանձին եմ ասել, հիմա միանգամից եմ ասում։ Լսեք, եթե ես չեմ տալիս երկաթգծի այդ ծախսը, որը գիտեք, ռուսական կազմակերպություն է, ես վերջին հաշվով դրան եմ ուղղորդելու։ 15 միլիոն դրամ ես ամսական տալիս եմ իրան։ Այս 15 միլիոն դրամը գալու է իմ աշխատողների աշխատավարձն է բարձրացնելու։ Էդի մեկ, ես 30-ից 35 միլիոն դրամ թողնում եմ Արարատին, որ այդ գործողությունը անեմ։ Այդ ամբողջը գալու է, ես ձեր ասֆալտն եմ անելու, են եմ անելու, լույսերն եմ քաշելու, լույսի վարձնել եմ ես վերցնելու իմ վրա։ Ու դուք կիմանաք, ես հələ չեկած, գիտեք, չասենք մանկապարտեզը վերցրեցի վրաս, ճիշտ է, այսօր որևէ մեկ ծնող հոտ չի տալի մանկապարտեզը, ճիշտ է, 6 հատ խորխորատ եմ մաքրել, որ մենակ մի հատը մարզն է մաքրել, 5 միլիոն թե 7 միլիոն փող է հաշվել, ես 6 հատ ձրի մաքրել եմ խորխորատներ, են էլանեց եմ մաքրել, որ մի 10 տարի դուք վտանգ չունեք հեղեղներից։ Եթե այս համակարգը մեր մասնակիցը բացատրելուց որ հակ համակարգ է։ Եթե ինչ-որ էկոլոգները միշտ ուսումնասիրել են, երբ դուք ուսումնասիրելու, հետազոտելու, երբ օտար ուսումնասիրել են, եթե հանդարտ նրանք տեսնենք, նրանք փոփոխություն ունեն, մի տոկոսի չափով, մի տոկոսի չափով արդեն ախտոտվում է, դակարեցնենք, միլիոն ծախսած է նիմարկարան վարտանը։ Ինչի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը, մի օր մի հատ դեպք կմի, մեկը կանգնեք ու վերջացնեք այդ հարցը։ Ամենակարևոր հարցն է, դուք այդ պրոյեկտը համարվել եք երրորդ կատեգորիայի պրոյեկտը, որը բավականին անվտանգ է։ Սան օգտագործելուց դուք պարտավոր եք համարել բանը, որ այս պրոյեկտի մեջ գրված է երրորդ։ Երկրորդ 2006 թվականին որոշում է Սավետիկ կան, ինչ ես խոսում։ Երկրորդ դասակարգի կատեգորիա դուք կարող ասեք որ երրորդ անվտանգ է։ Ես չեմ ասում անվտանգ։ Երկրորդ կատեգորիան արդեն համարվում է։ Երկրորդ կատեգորիայի պրոյեկտները, որոնք վտանգավոր պրոյեկտներ են, բայց կարող են բաց անդրադառնալի չեն։ Ինգա ժավել օգտագործում ես։ Այո, ժավելը թուն չի խլոր չի առաջի կարգը։ Չեն օգտագործում ժավելը լավում են ժավելի մասին չենք խոսում, ձյանի մասին են առաջի կատեգորիայի երկրորդը, հետի խլորա չի ստվից։ Ես ուզում եմ ասել, որ երկրորդ կատեգորիայի պրոյեկտին, որ բոլորը տեսնեն, որ ասում են, որ անվտանգը ոչ, երկրորդ կատեգորիան վտանգավոր պրոյեկտներ են։ Այո, մենք տվել ենք համար անվտանգության աստիճանը ստեղ։ Այսինքն ասեք, որ անվտանգ է։ Ոնց կարելի է դժվար ասել, Տարոն Նիկոլոսյան։ Ինգա ջան, նորից եմ, ցանկացած թույլավոր նյութեր խիմի ռեակտիվ աշխատում է։ Այդ չի նշանակում, որ մարդը դիսակներ լրագրում։ Հիմա նախատեսվում է 6 ամսից հետո նորմալպես դրա վրա աշխատանք անել, այսինքն